Իրավապահները վաղ առավոտյան էին մտել Շիրակի առաջնորդարան քննչական գործողություններ իրականացնելու, թեև թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը այնտեղ չէր։ Առաջնորդարանի մուտքը փակ էր իրավապահների խիստ հսկողության տակ։ Քննչական գործողություններին թույլ չտվեցին ներկա գտնվել անգամ փաստաբան Թամարա Յայլոյանին։ Եթե օրինական խուզարկություն է կատարվում, ինչու չի կարող անձի փաստաբանը ներկա գտնվել այդ խուզարկությանը, որ օրենքի համաձայն են իրենք մերժել իմ ներկայությունը։ Առաջնորդարանի դիմաց մարդկանց թվի ավելացմանը զուգահեռ ավելանում էր նաև ոստիկանների թիվը։ Իրավիճակը երբեմն լարվում էր։ Քրեական ոստիկանության վարչության պետն է։ Այն կողմում կանգնենք։ Ինչի համար կներեք։ Ծառայություն ենք իրականացնում, խանգարում ենք։ Ժողովուրդ, մայթի են կողմում ենք խանգարում եք մեզ, գնացեք են կողմի վրա։ Տարածքից բերման ենթարկեցին ակտիվիստ Մհեր Խաչատրյանին, ով ուղիղ եթերում պատմում էր, թե ինչ է տեղի ունենում առաջնորդարանում։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ոսկանյանն անձամբ Խաչատրյանին ոստիկանական մեքենա նստեցրեց։ Այդ պահին իրավիճակը բավականին լարվեց։ Ուշացել եմ, ներկայացել եմ, տարում ենք ոստիկանություն։ Ավելորդ դիսադրեք, խնդրում եմ, ծառայություն ենք իրականացնում։ Ժամը 15-ի սահմաններում Մհեր Խաչատրյանին ազատ են արձակել, վերջինս ազատությանը փոխանցեց, որ որևէ վարույթ իր նկատմամբ չի հարուցվել, համենայն դեպս իրեն հայտնի չէ։ Իրավապահների գործողությանը զուգահեռ առաջնորդարանի դիմաց գտնվող 7 վերք եկեղեցու զանգերը սկսեցին պարբերաբար ղողանջել։ Սրճ պուտյանը ոչ մի բանի։ Ամեն ուրախության ժամանակ բաժակ վերքին գնուց ունես դուք կրկված եք բոլորը։ Կրկված եք։ Չեք անում, չէ՞։ 2 ժամ անց իրավապահները ավարտելով քննչական գործողությունները շատ արագ ոստիկանական հսկողությամբ նստեցին մեքենաները եւ հեռացան։ Հայաստան խմբակցության падգամավոր Մհեր Մելքոնյանից հետաքրքրվեցինք, տեսավ թե ինչ էին արգրավել իրավապահները։ Թղթապանակներ էր, ինչ էր, բայց թե ինչ է իրականում այդ մեջը տեղեկություն չունենք։ Ոնց որ թղթապանակներ էր, այդպես լավ չերևաց այդ բանը, որովհետև շատ արագ ոստիկանների ուղեկցությամբ նստան ծառայողական իրենց մեքենան ու հեռացան։ Քննչական գործողությունների ավարտից հետո հնարավորություն ունեցանք ներս մտնել առաջնորդարան Միքայել arczepiskopos Աջապահյանի աշխատասենյակը փակ էր։ Ավելի ուշ Արտաշես Սարգսակ Աջապահյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, որ կեցարանի դուռը կոտրելով են ներս մտել։ Նշխար, այս սրբությունների հետ նայեք ինչպես են վարվում, ինչ են փնտրել աշխարհի մեջ, ինչ են փշրել, ստեղ դուրը կոտրել են, էլի խնդրեմ, Ալդաշ, ստեղ նոթբուքը ստեղ է ստեղած, չկա նոթբուք, նոթբուքն են տարել սրբազանի համակարգիչը։ Իրավապահները Շիրակի թեմի առաջնորդին մեղադրում են իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար, որը արվել է զանգվածային լրատվամիջոցներով։ Մինչ այս պահը սակայն չեն հստակեցրել սրբազանի որ կամ ինչ վաղեմության հայտարարությունն են հիմք ընդունել գործի հարուցման համար։ Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը դատապարտել են Գյումրիի ավագանու 4 խմբակցությունները, այն որակելով մտահոգիչ ու անթույլատրելի։ Այնինչ տեղի ունենում մեր հայրենիքում հայաստանյաց Սուրբ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի շուրջ չունի արդարացում։ Այս ամենը քաղաքական հետապնդում է, հալածանք է մեր եկեղեցու ազգային արժեքների հոգևոր հայրերի դիրքորոշումների կարծիքների նկատմամբ, որը ցավոք ծրագրված խիստ դատապարտելի ոչ պետական վարքագծի դրսևորում է։ Նշված է հայտարարությունում, որին չի միացել միայն Գյումրիի ավագանիում ընդդիմադիր քաղաքացիական պայմանագիրը։ Միքայել arczepiskopos Աջապահյանը արդեն 24 տարի է ղեկավարում է Շիրակի թեմը։